Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանին բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Կառավարությունը լրացուցիչ սոցիալական աջակցություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին, որոշման նախագիծը եղեք կառավարության նիստում ընդունվել է։ Այժմ կխնդրենք պարոն Հարությունյանին ներկայացնել մանրամասներ։ Խնդրեմ պարոն Հարությունյան, որն է այս փուլում նման աջակցության նպատակը, ինչ խնդիր ենք լուծելու։ Շնորհակալություն։ Նախ ներկայացնեմ ինչու լրացուցիչ աջակցություն այս պահին գործում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար մի շարք աջակցության ծրագրեր, շարունակվում է կեցության եւ այլ ծախսերը օգնելու համար սոցիալական աջակցության միջոցառումը, որոշակի փոփոխություններով, որը ապրիլի 1-ից արդեն ուղղված է առանձին խմբերի անձանց սոցիալական աջակցություն տրամադրելուն, այդ անձինք են առաջին երկրորդ խմբի հաշմանդամները, անչափահասները, 63 տարին լրացած անձինք, կերակրողը կորցնելու դեպքում նպաստական կենսաթոշակ ստացող անձինք եւ 18 տարին լրացած, սակայն դեռևս պարտադիր կրթության դաշտում գտնվող անձինք։ Ինչ աջակցության մասն է խոսքը, գումարի չափը։ Գումարի չափը ապրիլից մենք հունվարից մինչև մարտը ներառյալ յուրաքանչյուր անձի համար տրամադրել ենք 50,000 դրամ, ապրիլից հունիս ամիսը ներառյալ 40,000 դրամ կտրամադրենք իմ նշած անձանց, իսկ հուլիսից դեկտեմբեր ամիսը ներառյալ 30,000 դրամ։ Այս բոլոր խմբերը, որ դուք թվարկեցիք, հուլիսից սկսած 30,000 ստանալու են։ Այո, ապրիլի 1-ից սկսած 40,000, հուլիսի 1-ից սկսած արդեն 30,000 դրամ եւ կառավարությունը երեկվա նիստով ընդունեց եւս մեկ որոշում, որը նույնպես թիրախային աջակցություն է դրա կարիքն ունեցող անձանց, կոչվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրում։ Հիմքը այստեղ կարիքն է, աջակցությունը սոցիալական աջակցություն է, նա պետք է լինի հասցեական եւ կարիքավոր, որպես կարիք դիտարկվել է որոշակի եկամուտների շեմը չգերազանցելու հանգամանք։ Այս սոցիալական աջակցության հրատապ բաղադրիչը, որ մշակել եք, ինչ հաշվարկների հիման վրա է, ինչ խնդիրներ են եղել, օրինակ այս մյուս ծրագիրը, որ դուք նշեցիք կեցության ծախսերը հոգալու համար, դա բավարար չէր, հավելյալ սրաներաշտությունն եք տեսել, ինչի հիման վրա որոշեցիք նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Որովհետև, ինչպես նշեցի, ապրիլի 1-ից որոշակի խմբեր արդեն հիմնականում աշխատանքային տարիքի անձինք չեն ստանալու կեցության եւ այլ ծախսերը օգնելու սոցիալական աջակցության միջոցառումը եւ քանի որ կար օբյեկտիվ անհրաժեշտություն մեր քննարկումների արդյունքում, դիմումների ուսումնասիրության արդյունքում, որ որոշակի անձինք դեռևս կարիք ունեն դրա աջակցության, օրինակ որոշակի ծախսեր օգնելու, բնակվարձի վճարումները կատարելու համար եւ այս հանգամանքով պայմանավորված ընդունվել է կառավարության որոշումը, որի հիմքը ցածր եկամուտներ ունեցող անձանց աջակցության տրամադրումն է։ Թիրախային սոցիալական աջակցության տրամադրումն է եւ աջակցության չափը պայմանավորված է լինելու ընտանիքի անդամների թվով։ Շատ լավ, խնդրեմ մանրամասնել, թե կոնկրետ ինչ աջակցության մասին է խոսքը եւ ովքեր կարող են օգտվել այս ծրագրից, շահառուներին շրջանակ է սահմանված։ Ուրեմն աջակցությունից կարող են օգտվել կարիքավոր ընտանիքները, կարիքավոր ընտանիք ձևակերպման համար հիմք է ընդունվել որոշակի դրամական միջոցներ ունենալու հանգամանքը, շահառուները ընտանիքներն են, ոչ թե անձը, եթե ընտանիքը իր ունեցած բոլոր եկամուտներով հանդերձ, յուրաքանչյուր անձի հաշվարկով չի կարողանում ապահովել 55,000 դրամ եկամուտ, ընտանիքը կդիտարկվի շահառու ընտանիք։ Աջակցությունը կտրամադրվի ամսական դրամական օգնության տեսքով, մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ, ապրիլից դեկտեմբեր ամիսը ներառյալ, աջակցության չափը կլինի ընտանիքի համար 40,000 դրամ, որին կգումարվի հավելյալ ընտանիքի սկսած երկրորդ անդամից եւս 10,000 դրամ։ Կարող ենք օրինակով էլ ասել, եթե ընտանիքը բաղկացած է 5 անդամներից, որոնց հաշվով 55,000 դրամից ավել ընտանիքը եկամուտ չունի, կդիտարկվի շահառու եւ կստանա աջակցություն 40,000 դրամ ընտանիքի համար,
գումարած, եւս սկսած երկրորդ անդամից յուրաքանչյուրի համար 10,000 դրամ, այսինքն 40,000 դրամ գումարած, եւս 40,000 դրամ, 80,000 դրամ։ Որպես շահառու դիտարկում ենք միայն եկամուտը, որ չգերազանցի 55,000 դրամ այդ բաղադրիչը, թե այլ բաղադրիչներ էլ կան։ Օրինակ չեն գտնվում պետական հոգացության ներքո, չգիտեմ։ Որոշակի իհարկե որոշում ունի իր տրամաբանությունը, որ իր չափորոշիչները, այսպես ասեմ, բացառող գործոնները, օրինակ պետության հովանավորության ներքո գտնվող ընտանիքները չեն օգտվել այս աջակցությունից, կարող են նաև փակագծերը բացել ովքեր են սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող անձինք, անկատներ, ծերանոցներ, որովհետև իրենք լրացուցիչ աջակցություն ստանալու խնդիր չունեն, քանի որ գտնվում են պետության հոգացության ներքո, նաև այն ընտանիքները, ովքեր պետության աջակցությամբ տեղավորվել են սոցիալական բնակարանային ֆոնդում կամ պետության կողմից տրամադրված տարածքներում են բնակվում, որոնք նույնպես խնդիր չունեն բնակվարձ, այսպես ասենք, վճարելու։ Իսկ օրինակ անշարժ գույքի նկատմամբ չունեն, չգիտեմ, անշարժ գույքը թանկ մեքենա միգուցե կան որոշակի նույնպես չափորոշիչներ, օրինակ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը նույնպես չափորոշիչ է, չգտնվելու դեպքում ընտանիքի տվյալ անդամի համար գումար չի հաշվարկվի, քանի որ հիմքը կարիքավորությունն է, դիտարկվել է նաև ավտոմեքենա ունենալու հանգամանքը 2017 թվականից բարձր արտադրության ավտոմեքենայի դեպքում ընտանիքը աջակցություն չի ստանա կամ եթե այդ ավտոմեքենայի համար վճարում են գույքարդ 15,000 դրամից ավելի գումար։ Եվ իհարկե հաշվի առնում որոշակի գույք ունենալու հանգամանքը, այստեղ դիտարկվել է միանձնյա սեփականության դեպքում նույնպես ընտանիքը չօգտվի աջակցությունից կամ եթե ընտանիքի անդամները միևնույն գույքի նկատմամբ ունեն 50%-ից ավել սեփականության իրավունք։